Հայաստանում իրավիճակը փոխվում է։ Այսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից։ Ներքին համոզմունք ունեմ, որ երեք մեր կողմից նվիրած հեռախոսը դեռ չեն հասցրել նրան։ Երևի վախենում են կամ չգիտեմ ինչ։ Ուրեմն հիշեք, մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը գնա դեպի բռնապետություն եւ կորցնի իր հեղինակությունը։ Մեզ հնարավոր չի կանգնեցնել։ Ավելին, դուք այս քայլով ոչ Սամվել Կարապետյանին կարող եք լռեցնել, ոչ էլ մեզ։ Ու այսօրվանից մենք մեկնարկում ենք մեծ արշավ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Մենք ձեռքներս ծալած երբեք չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ կոնկրետ քայլերի մասին։ Հիշեք, ընդամենը 85 օր եւ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հայաստանում արդարադատությունը միանշանակ վերականգնվելու է, անհոգ եղեք։